Սաղմոս 103-րդ Դավթի Սաղմոս Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և մի մոռանար նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը, որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհքով և ողորմությունով, որ կշտացնում է քո սիրտը բարությունով և քո մանկությունը նորոգվում է արծվի պես։ Արդարություն է անում Տերը և իրավունք բոլոր զրկյալներին։ Նա իմաց արավ իր ճանապարհները Մովսեսին, Իսրայելի որդկանց իր գործերը։ Բարեգութ և ողորմած է Տերը, երկայնամիտ և բազմագութ։ Նա իսպառ չի բարկանալ և ոխ չի պահիլ հավիտյան։ Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ և չէ հատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ, այլ որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա գութը իրանից վախեցողների վրա։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը իրանից վախեցողներին։ Որովհետև նա գիտե մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդիս օրերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը այնպես ծաղկում են։ Երբ որ քամին անցնում է նրա վրա, նա էլ չկա, և նրա տեղը այլևս չէ ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտենից մինչև հավիտյանս իրանից վախեցողների վրա է և նրա արդարությունը որդկանց որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա և նրանց վրա, որ հիշում են նրա պատվիրանքները նրանց կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր աթոռը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ զորզորությամբ, որ կատարում եք նրա խոսքը, նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության ամեն տեղերումը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։